Բարև ձեզ տավուշեցիներ ջան։ Գործընկերուհիս անդրադարձավ այսքանի օրերին հնչող թեզերին, Ագնեսա ջան, կարծում եմ մերը լրիվ անկեղծ չեն, երբ Ռուբեն Հուբինյանը ասում է մեր թեկնածուն խոսել գիտի, գրել գիտի, կարդալ գիտի, իսկ այդ ցանկը չեն շարունակում։ Խոսել գիտի Նիկոլ Փաշինյանը, գրել գիտի, կարդալ գիտի, հանձնել գիտի, կապիտուլյացիա ստորագրել գիտի, մանիպուլյացիա անել գիտի, ստել գիտի, ձեզ պատերազմով վախեցնել գիտի, ամբողջ ցանկը հրապարակեք, էլի, թե չէ գրել կարդալով չեք զարմացնի իրականում, բայց ես էլ ուզում եմ անդրադառնամ թեզերից երկուսի իրականում, մեզ ինչ են ասում։ Տեսել եք, չէ՞, այսօր կադրեր են հրապարակել, ասում են մայիսի 28-ին զորահանդես են անում։ Երևի այլևից թույլտվություն են խնդրել, այս 5 տարվա մեջ առաջին անգամ հասկանում են, որ ժողովուրդը ամենաշատը անվտանգության կարիք ունի, չեն կարողանում բացատրել այդ 8 միլիարդը, որ ավելացրել են պետական պարտքին, ինչ են արել, ասում են դե ամսի 28-ին զորահանդես կանենք, ցույց կտանք մեր գնած զենքերը, մի քիչ էլ բան կանենք, դրական իմիջ կստեղծենք, կասենք, որ անվտանգություն ենք ապահովում։ Ժողովուրդ ջան, նա խաբում են, այդ 8 միլիարդով իրանք զենք չեն առել, անգամ պաշտոնական թվերը որ նայում ես, 1/3-ն էլ չի կազմում, ու մինչև հիմա չեն կարողանում պատասխանել այդ 8 միլիարդը վերջը ինչ են արել։ 8 միլիարդով Հայաստանում հնարավոր է տրիփեր կառուցել, հնարավոր է քաղաքներ կառուցել, ատոմակայաններ կառուցել, այս Դիլիջանի թունելը որ կա, չգիտեմ, պարոն նախագահ ասի հաշվարկներով քանի հատ այս թունել հնարավոր կառուցել, որից ոչ մեկը չի կառուցվել։ Բայց ամենակարևորը, հիշում եք, ձեզ 2018-ին էլ սուերը ցույց տվեցին։ Շատ տպավորիչ էր։ Այդ սուերը մեր երկնքում ամենատպավորիչ կադրերից մեկն էր, բայց ինչ պարզվեց։ Պարզվեց դա մեր պատմության եւ մարդկության պատմության է ամենաթանկարժեք սելֆիներ։ Այդքան գումար տվել էին, որ սելֆի անեն այդ ինքնաթիռների ֆոնին։ Այդ ինքնաթիռները մեզ անվտանգության հարցում օգնեցին։ Մենք կարողացանք իրենց օգտագործել։ Հիմա ինչ երաշխիք ունեն, որ այն զենքը, այն մեքենաները կլինի, որ անցնելու է հրապարակով, դա օգտագործելու ենք, թե սուերի ճակատագրին են արժանանալու։ Մեկը, որ 100 անգամ մեզ խաբել է, 101-րդ անգամ կարանք իրան վստահենք։ Բայց այստեղ մի հատ շատ կարևոր հանգամանք կա։ Ժողովուրդ ջան, եթե Նիկոլ Փաշինյանը գնի աշխարհի բոլոր զենքերը, եթե Նիկոլ Փաշինյանին վստահեն ՆԱՏՕ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Միացյալ Բանակների ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանը մեգա պարտվելու է, մեգա կապիտուլյացիա ստորագրելու։ Ինքը ուրիշ բան չի պատկերացնում, ինչ կարելի անել, չի պատկերացնում, որ կարելի է հաղթել, կազմակերպվել, պաշտպանել, չի պատկերացնում, ոնց կարա Ադրբեջանը մի բան ասի, ինքը չանի։ Դրա համար մեզ ՆԱՏՕ-ի բանակներ լինի, չի փրկելու, եթե ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ղեկավարին պիտի փոխենք, որ անգամ բաց զենքերով են, եթե այդպիսին է վիճակը, կարողանանք պաշտպանել երկիրը, որը արել ենք։ Դրա համար փոխենք ղեկավարին, որ պաշտպանենք երկիրը։ Ես մի բան են անդրադառնամ, գիտեք, ամենաշատ մեզ տրվող հարցը այս ամբողջ օրերին, երբ տեսնում եք հարցնում եք լավ մի բան փոխվելու է, մի բան կփոխվի, ժողովուրդ ջան, որպես վերջին տարիներին երևի ամեն օր այս պայքարի մեջ գտնվող մարդ, բոլոր շարժումները տեսա, մեծ հնարավորությունը փոփոխության։ Բայց այս ամենին մի հատ նախապայման կա։ Այս հրաշքներ չեն լինելու։ Սասունցի Դավիթ չունենք, որ գա Մսրամելիքի գլուխը կտրի, մենակով հաղթի այստեղի։ Եթե չհամոզեք, որ ձեր հարևանները, ձեր բարեկամները գնան, եթե չհամոզեք, որ չգնալ նշանակում է Նիկոլ Փաշինյանին ձայն տալ, չի փոխվելու։ Եթե չգնանք, չի փոխվելու։ Եթե գնանք կախված։ Երկու օր առաջ մի կնոջ վերջում ասեց, բայց գիտեք, որոշել եմ ինձս Աստծո լույսին դնեմ, Աստված մեծ է, մի բան կլինի, ընտրության չեմ գնալու։ Ժողովուրդ ջան, Աստված մեծ է,
բայց եկեք մեր գործը Աստծո վրա չթողենք, Աստծո հույսին դինենք, բայց մենք մեր բաժին գործը անենք, որ Աստծով այս իրավիճակը փոխվի, որովհետև եթե մենք չանենք, փոփոխություն չի լինելու, բայց եթե գնանք, ընտրատեղամասեր, ոչ ասենք, այլևի սահմանադրությանը, ադրբեջանցիների ստեղ բնակեցնելուն այս քաոսի իրավիճակը հաստատ փոխվելու է։ Դրա համար ես շատ խնդրում եմ, մենք այստեղ բոլորս համախոհներ ենք, բայց այստեղից որ դուրս ենք գալիս ու տեսնում ենք այսօրվանից սկսած, համոզենք, որ ամենակարևոր բանը հունիսի 7-ին այլ բան պլանավորել պետք չի։ Գնալ ընտրության, ոչ ասել գործող իշխանությանը, ընտրել հունիսի